Մինչև հարցս, եթե կարելի է ուզում եմ ասել վերջերս վարչապետի աթոռը զբաղեցրած խեղճ կատակը հետևյալ հայտարարությունը կատարեց, որ ինքը կներեք արտահայտությանս, որ իրա բառը պաշարով եմ տենց ներկայացնում, որ ինքը կզեցրել է, կզեցնում է, բայց ես նաև ուզում եմ հիշեցման կարգով վարչապետի աթոռը զբաղեցրած խեղճ կատակին հիշեցնեմ, որ ես դեռ 20 թվականին Վայոց ձորի մարզի Գետապ գյուղում գերեզմանատան, որտեղ որ հանգչում էին 44 օրյա մեր հերոսները, ես ընդեղ եմ կզցրել իրան։ Դեռ 20 թվականին, Եվ ուզում եմ, որ մեր ժողովուրդը իմանա, որ խաղաղությունը ու ՔՊ-ն շատ տարբեր բաներ են, որովհետև շատ մարդիկ չեն գիտակցում ՔՊ։ ՔՊ նշանակում է քանդել պետությունը, եւ մարդիկ դա արեցին, հենց իրենց անվան համապատասխան, եւ վերջում հարցս հետեւյալն է, պարոն նախագահ, կապված եկամտների հայտարարման հետ կապված, որ սառեցրել են ընտրությունների հետ կապված, ուզում եմ հասկանալ, նախ համոզված եմ, որ ամսի 7-ին համար 17-ը կգա իշխանության, իսկ իշխանության գալուց հետո ինչպես է վերաբերում մեզ հարցին։ Շնորհակալություն։ Մենք հայտարարել ենք եւ դեմ ենք համընդհանուր հայտարարման։ Անիմաստ գործ է։ Պարտադիր հայտարարում պետք է լինի բոլոր պետական պաշտոնյաների համար։ Պետական հիմնարկներում աշխատողների համար սրա հետ խնդիր չկա, սա ճիշտ է։ Բայց դնել այդ բեռը մարդկանց վրա ես հասկանում ինչի համար են անում։ Մեր ժողովրդի մի ստվար զանգված կա, որոնք իրենց բարեկամներից գումարներ են ստանում Ռուսաստանից եւ ամբողջ նպատակը սկզբից գույքագրել այդ ամենը, հետո մի օր սենց են անելու հարկման տակ դնել։ Ասելու են դու եկամուտ ես ստացել։ Դա եկամուտ չի, այդ մարդը Ռուսաստանում աշխատելուց եկամուտը արդեն ինքը եկամուտը ստացել է, եկամտահարկը այնտեղ տվել է, գումար ուղարկում իր հարազատներին։ Դու այստեղ ես հարկում, այդ ինչ կրկնակի հարկում է։ Պատճառը դա է։ Հրաժարվելու ենք, չենք անելու մարդկանց լրացուցիչ բեռի տակ երբեք չենք դնելու եւ չենք արել։ Ես մի բան ասեմ, 10 տարի նախագահ եմ եղել։ Ոչ մի հարկատեսակ չի մեծացել։ Գազի գինը ձեզ համար չի փոխվել։ Հոսանքի գինը չի փոխվել։ Կայուն ոնց եղել է, տենց էլ 10 տարի մնացել է։ Եվ պետությունը պարտքի հաշվին չի այդ սուբսիդավորել։ Պարտ չենք հավաքել։ Հիմա ինչ շինարարություն անում են ամբողջությամբ պարտքի հաշվին։ 8 միլիարդ դոլարով պարտք են ավելացրել։ Մենք աղետի գոտի ենք վերականգնել, մի ցենտ պարտ չեմ ավելացրել։